Խոսենք հաց հանապազորիայից, առավելևս որ այդ թեման վերջին օրերին շատ արդիական դարձավ շնորհիվ նրա, որ կառավարությունը հայտարարեց, թե ղազախական ցորեն է բերում Ադրբեջանի երկաթուղիով։ Առաջինը մենք դա լսեցինք Ադրբեջանի բռնապետ Ալիևից, ով մեծահոգաբար թույլ տվեց եւ հայտարարեց այդ մասին, որ հացահատիկ է ուղարկում ղազախական դեպի Հայաստան ադրբեջանական երկաթուղով։ Եվ ահա ով ուրախություն, ղազախական հացահատիկը հասավ Հայաստան։ Շուտով պարզվեց, որ դա ղազախական հաց չէ, այլ ռուսական է։ Պարզվեց նաև, որ դա հացահատիկ էլ չէ, դա անասնակեր է, ամենացածր կարգի ցորեն։ Եվ կառավարությունը պատասխանեց հայտնի ֆիլմի ոճով, ես ոչ չեմ ասել գնանք հաց ուտենք։ Ես ասել էի գնանք հաց ուտենք։ Արմենակ, Ես ինչ ասելու։ սպասի, ոնց թե ինչ, դու չասիր գնանք հաց ուտենք։ Ես ասացի գնանք հաց ուտենք, չասացի գնանք հաց ուտենք։ Ինչի է արվում այս ամենը, ինչու սովորական ռուսական Ռուսաստան-Վրաստան ճանապարհից կամ Ուկրաինա-Վրաստան ճանապարհի փոխարեն օգտագործվում է այս բարդ, վտանգավոր եւ քաղաքականապես շատ խնդրահարույց ճանապարհը։ Պատճառը մեկն է։ Կառավարությունը ուզում է համոզել մեզ, որ Ադրբեջանը այլևս վտանգավոր չէ։ Իսկ Ադրբեջանը Ալիևը անձամբ մասնակցում է Փաշինյանի PR կամպանիային իր նպատակներով։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի բռնապետը սկսեց օգնել Փաշինյանի վերընտրությանը։ Մտածեք ինչի է պետք նրանց դա։